նշենք, որ պարոն Պապյանը նոր գիրք է գրել, այո, այսինքն փորձում ենք նաև այս բազմազբաղ լինելով հանդերձ, նաև ինչ-որ ուսումնասիրություններ անենք, հա, սա ես ոչ թե այսքան գրել եմ, այլ ոնց ասած կազմել եմ, սա կարևոր է, սկզբնաղբյուրն է, ինքը կոչվում է Հայաստան հայաթերթը, այդ հայաթերթը իրենք են այդպես թերթը կոչել, մենք բնականաբար պահպանել ենք, կոչվում է մամուլի առաջին հրապարակումները հայոց ցեղասպանության մասին։ Ուրեմն այս Հայաստան թերթը 1915-ին տպվել է Սոֆիայում եւ մեջը ականատեսների բազմաթիվ վկայություններ կա։ Այս ժամանակ սկզբում չեզոք էր Բուլղարիան պատերազմում եւ հնարավորություն կար լուրեր ստանալու, հետո ինքը Օսմանյան կառավարության դաշնակից էր, էլի համատաբար կար։ Եվ սրա մեջ, այսա եթե դուք վերջի էջը տեսնում եք, այստեղ հենց առաջի համարն է, սա տպվել է, 348 էջ է, սա իմ աշխատասիրությամբ տպագրությունը հովանավորել է Հակոբ եւ Լյուդովիկա Անթափյան հիմնադրամը, պարոն Անթափյանը, ասենք, Ամերիկա է, բայց վերադարձել եւ տարիներ ի վեր ապրում արդեն Հայաստանում եւ տարբեր ծրագրեր են իրականացնում, ոնցից մեկը սա է։ Եվ սրա մեջ 175 հրապարակում կա, 175 հրապարակում կա իրավիճակի եւ ցեղասպանության մասին, որոնցից առնվազն կեսը ականատես սկզբնաղբյուր է։ Սրա շուրջ արդեն հետաքրքրություն կա, մասնավորապես շատ հետաքրքիր որ գերմանացիք են շատ հետաքրքրված եւ արդեն իրենք աշտան նախատեսում են սրա գերմաներենի շնորհանդեսը Գերմանիայում։ Lepsus House-ի հետ մենք դա կանենք, արդեն թարգմանել ենք գերմաներեն, արդեն հետաքրքրություն կա նաեւ Փարիզում, Թուրքիայում հետաքրքրություն կա, այնպես որ նաեւ ռուսերեն մի 5 լեզվով սա կանենք, իսկ այդ հարցերը կլուծենք, կճարենք նաեւ այսպես ասած հովանավորներ կտպենք, հիմա այդ նույն հարցն է գալիս։ Եթե իրենք մեր դեմ Ադրբեջանը մեր դեմ պայքարում է միլիոններ դնելով պետականորեն, ու ես հերիք չի պետք է այս գիրքը կազմեմ, գրեմ, բանանեմ նաեւ հովանավոր ճարեմ, մենակ զուտ տպելու համար եմ ասում, իմ աշխատանքը ոնց որ նվերն է իմ հայրենիքին։ Դժվար է այդ ամբողջը։ Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանին կհասնի այս գիրքը, կնվիրեք, որովհետև մարդը բացահայտ ուրացման ճանապարհով է գնում, հիմա բացառիկ փաստեր կան այստեղ։ Ինքը ասում է, չէ՞, դեռ պիտի ուսումնասիրենք 1.5 միլիոն զոհեր եղել են, չեն եղել։ Հա, այստեղ կա նաև այն առումով բացառիկ, որովհետև այստեղ շատ տեղեր գյուղ առ գյուղ գրած է, մարդիկ գրում են օրինակի համար եւ ոչ միայն հայեր, որ գյուղում այսքան մարդ կար, այսքան կին, տղամարդ, երեխա, այսքանին մորթեցին, այսքանին եկեղեցի մցրեցին, վառեցին, այսքանին փախց, այսինքն շատ մանրակ անուններով հաճախ, անուններով գրած է 15 հոգու կախաղան բարձրացրեցին, հիմնականում հարուստներին էին ոչնչացնում այդ տեղերում։ Ստամբուլում դե հարուստները փրկվեցին, բայց երկրում այս ամբողջը կա։ Եվ այս նախաձեռնության գաղափարը եկել է գերմանացիներից։ Իրենք են, որ այս մատնացել, որտեղ սա բացառիկ է այդ թերթերից, որ ունեցել է այդ հնարավորությունը, սա արեցին։ Ես սա ուղղակի օրինակ եմ բերում, որ ինչ հնարավոր է անում ենք, այսինքն սանից ավել չէ այն միջոցները, որ ունենք, սանից ավել հնարավոր չի։ Մնացած թող ժողովուրդը ինքը գնահատի բան լինի։ Հիմա կան այսպես կոչված քաղաքական կուսակցություններ, որ բացի շատախոսությունից բան չեն անում։ Մենք անում ենք, չէ՞։ Այդ որ դուք լոբինգը ասում եք, հիմա ամսվա վերջին ես մի հատ էլ կգամ հարցազրույցի, որտեվ հիմա այս ամիս մի կարևոր այց ենք ունենում, չեմ գնում մանրամասների մասին, հիմա վերադասում եք եվրոպական երկիր։ Այո, եվրոպական երկիր, շատ չխորանանք։ Մեջ ինչի համար չխորանանք։ Որտեվ այս իշխանությունները զանգում են եւ խանգարում են։ Հասկանում եք, մենք բախվել ենք նրանց բաների։ Դեսպանի մակարդակով այցելում են տարբեր տեղեր ու ասում են՝ մի ընդունեք, մի լսեք։ Դրա համար թող այս ամբողջը վերջանա անցնի, կգան կբացառեն։ Պարոն Պապյան, ես վստահ եմ, վաղը հաստատ մեզ զանգահարելու են նաև ձեզ եւ հետաքրքրվեն, թե ինչպես կարող են գիրքը ձեռք բերել։ Ուրեմն այս этаպում դեռ ոչ, ես նկատեմ դեռևս այս մայիս ամիսը, բայց մենք արդեն երեք մի 150 օրինակ բաժանել ենք անվճար, մի 500 օրինակ եւս կբաժանենք դպրոցներին, եթե իհարկե արկել չդնեն, որտեղ հիմա արդեն ցեղասպանությունը տաբու է դարել, էլի, թեև սա գիտական նյութեր է, այսինքն ականատեսների բան, դպրոցներին, գրադարաններին, համալսարաններին ամբողջը կբաժանենք, հետո դրանից հետո նաև արդեն կտանք բան
գրախանութների, շատ գրախանութ չկա, որոշ փոքր քանակություն, հետո նաև բնականաբար Սփյուռքիայի համայնքներ եւ այլն, հատկապես Սփյուռքում մենք հնարավոր է որ որոշ քանակություն էլ վաճառենք, որպեսզի մյուս հրատարակությունների համար ինչ որ ծավով փող կա, որ կարողանանք իրականացնել, որովհետեւ բացի տպագրական ծախսերից հսկայական է, այսինքն սրա վրա այս 348 էջը զուտ հավաքել, պատրաստել, որը խառը ուղղագրությամբ է, մի մասը դասական, մի մասը անհասկանալի բան, երկու օքի նստել են, մի քանի ամիս աշխատել են եւ իրանց մենք վճարել ենք, այսինքն մենք ենք վճարել։ Դժվար է այս ամբողջը անելը։